Ողջույն, ես Կարինա Պետրոսյանն եմ և մենք հանդիպել ենք կրկին դեմ առ դեմ հաղորդմանը։ Եվ մեր այսօրվա հյուրն է Հասմիկ Թովմասյանը։ Եկեք սկսենք այն հարցից, Հաս ջան, ո՞նց ես։ Լավ եմ։ Շատ լավ եմ, քանի որ այսօր քո տաղավարի հյուրն եմ։ Երևի թե անցնենք միանգամից մեր հարցերին, ես մի հատ հարց ունեմ, որ քեզ ուզում եմ տամ։ Հաս ջան, ուր ես կորել։ Երևի թե հանգիստ էր ինձ պետք, այդ իսկ պատճառով պասիվություն եմ ցուցաբերում։ Պետք է restart ամենայն հավանականությամբ, թե երբ կսկսեմ կրկին այդ ակտիվ սեզոնը, որպես սպասարկող մասնագետ շատ ակտիվ եմ, սոցկայքերում եւ դասավանդման ոլորտում եմ մի փոքր պասիվ, բայց հավաքում եմ գիտելիքների պաշար, նոր տեխնիկաներ, որպեսզի կրկին ակտիվ լինեմ։ Ասում են միշտ ինչ-որ մեծ պրոյեկտներից առաջ կամ ինչ-որ մեծ ձեռքբերումների գնալուց առաջ մի փոքր ասենց պասիվանում է մարդ, որպեսզի հավաքի էներգիա եւ կարողանա այդ ամեն ինչը արտացոլի։ Ինձ թվում է, այս պահին քո մոտ այդ էներգիա հավաքելու փուլն է, դու ճիշտ ես։ Ուղղակի 2 տարի առաջ, եթե ասենց համեմատական եմ ես դնում, 2 տարի առաջ դու որպես դասավանդող մասնագետ ուղղակի քո անունը թնդում էր, դու առաջիններից էիր եւ երբ որ ընտրում էին ու մոտ գնան դասավանդվեն, հա, ով իրանց դասավանդի, ապա անպայման ցուցակի մեջ նաեւ Հասմիկ Թովմասյանն էր։ Քո ստոպը եղավ կտրուկ։ Այսինքն ինչը քեզ խանգարեց, միգուցե ինչ որ մի բան քո մեջ սենց կոտրվեց, հա, ոլորտի հետ կապված, ինչ որ մի հիասթափություն, որովհետեւ ես սենց մի հարց տամ, դու բավականին սենց նուրբիկ փոքրամարմին կին ես, բայց այս փոքրամարմին եւ նուրբ կնոջ կերպարի հետևում թաքնված է շատ ուժեղ անձնավորություն, եւ ես մտածում եմ, որ դու շատ մարդկանց նաեւ քո կյանք չես կարում թողնես, որ մտնեն։ Դա ինչ որ մի կերպ քո ինքնապաշտպանությունն է։ Կան բաներ կյանքում, որոնց հետ ես չեմ կարողանում հաշտվել։ Երևի ոլորտում տիրող նաև քաոսներ, այդ բումը եղավ, այո, ես եւ իմ գոլեգան ունեցանք շատ մեծ սեմինար, բայց հետո երևի թե չկարողացա պահել այդ ռիթմը առաջին այն պատճառով, որ ոլորտում խաղաղ չէր։ Խոսակցություններ, անընդհատ մեկը մյուսին քարկոծել եւ այլն, որոնցից ես ուղակի փորձեցի հեռու մնալ։ Փորձեցի այս հանգիստ, խաղաղ իմ ներաշխարհը, իմ աշակերտների հետ իմ շփումը հեռու պահել այդ քաոսից։ Երևի դրանով էր նաեւ պայմանավորված իմ պասիվությունը։ Ես կասեմ, որ ոլորտում երևի թե ես շատ ուզում եմ, որ խաղաղ լինի, բայց չեմ պատկերացնում, որ ինչ-որ մի ոլորտ կա, սա չի վերաբերվում, հա, մատնահարդարմանը մենակ, ինչ-որ մի ոլորտ կա, որ խաղաղ է, որովհետև միշտ մրցակցությունը կա, պլյուս նրա մեր հայկական շուկան փոքր է։ Ես միշտ այս օրինակը բերում եմ, հա, մի կեղտոտի այն լիճը, որտեղից դու սնվում ես, հա, մարդիկ կան, որ ուղղակի ուզում են պոկած լինեն մեծ կտորը ու ինչ որ թույն նետեն այդ լճի մեջ, որ ոչ մեկ էլ չկարողանա օգտվի, դա բնականաբար ազդում է բոլորի վրա, բայց դա նորմալ է։ Ուղղակի պետք է կոփվել եւ պատրաստ լինել այդ մրցակցությանը։ Ես հասկանում եմ քո ներքին աշխարհը, որովհետեւ ես ամեն օր այդ նույն ներաշխարհով ապրում եմ, պայքարում եմ նաեւ ինքս իմ դեմ, որովհետեւ իմ բնավորությունը բավականին փափուկ է, ու այս տարիները ինձ սովորեցրեցին լինել նաեւ շատ կոշտ։ Երբ որ ես ու դու ծանոթացել էինք, դու բավականին ավելի սառը եւ չոր մարդ էիր ու իմ ու քո շփումը տարիներ շարունակ եղել է ասենց հեռակա, այդ նրանից է նաեւ որ ես էլ եմ ինձ հեռու պահում, դու էլ քո տեսակետից քեզ շատ հեռու էիր պահում, ես էլ այնպիսի մարդ եմ, որ ուրիշի սահմանները երբեք չեմ անցնի, ասի օքեյ,
Տարիներն անցան ու ճանապարհը մեզ երկուսից բերեց այն կետի, որ երկուսով սկսեցինք շփվել։ Այսինքն առանց ինչ-որ մեկի օգնությամբ, առանց ինչ-որ գրանձիոզնի պրոյեկտների մենք պրոստը որպես մարդիկ սկսեցինք շփվել։ Շատ ուրախ եմ մեր շփման համար առաջինը, որ քեզ ճանաչեցի որպես մարդ, եթե մինչև այդ մենք շփվում էինք ուղղակի որպես գոլեգա, դրանով էր պայմանավորված նաև այդ հեռավորությունը մեր մեջ, հարաբերությունների սառնությունը։ Հետո երբ որ անցանք արդեն գոլեգայից ընկերական, այդ իսկ պատճառով մենք կարողացանք իրար ճանաչել նաև որպես մարդ։ Հիմա ինչ վերաբերվում է ոլորտի մրցակցությանը, որ փորձում են ամեն մարդ իրեն քաշել աշակերտներ, հաճախորդներ եւ այլն, բոլորին չի որ կարող է մեկ մարդը դասավանդել, բոլորին չի որ կարող է մեկ մաստերը սպասարկել։ Ես ընդունում եմ մրցակցությունը գիտելիքով, աշխատանքի որակով, կոմֆորտով եւ այլն, բայց երբեք չեմ կարող ընդունել այն, որ մարդիկ արդեն անցնում են սահմաններ, որոնք որ անձնական սահմաններ, այո, մտնում մեկը մյուսի տուն եւ տարածք, այդ աժոտաժից ուղակի պետքա հեռու մնալ, շփվել մանիկյուրից, շփվել տեխնիկաներից, շփվել փորձի փոխանակումից, բայց ոչ երբեք իրար հետևից խոսել, կռվել, հանրայնացնել այդ ամեն ինչը։ Ես միշտ ավելի հանգիստ եւ ավելի բարձր մակարդակով շփման կողմնակից եմ։ Եթե դու ինձ ճանաչել ես որպես մասնագետ, ես չեմ կարող աշակերտի կամ իմ գոլեգայի հետ խոսել կյանք, չգիտեմ, ազիզ եւ այլն նման բառերով, գուցե դրանից է պայմանավորված, դրանով է պայմանավորված իմ սառնությունը, երևի դրա համար եմ ես այդ տպավորությունը թողնում։ Բոլորը ոլորտում խոսում են միմյանց հանդեպ հարգանքի, ընկերության, ոչ թե մրցակցության, այլ համերաշխության, հա, բայց կարող է քիչ փակագծերը բացենք, մեր դեմարդեմ ենք նստած, էկրանի, հա, ինչ որ կատարվում է սոցկայքերում այդ ամեն ինչը երևում է գեղեցիկ, բայց էկրանից այն կողմ, երբ որ դու ներքին կուխնյան գիտես, դու տեսնում ես շատ բայցեր։ Օրինակ դու կարող ես քո ընկերոջ դեմքի ժպտալ, այսինքն ոլորտի ընկերոջ հետ, այսինքն քո գոլեգային sense ասած, բայց քո մտքում մրցես իր հետ, անցնելու մասին մտածես։ Որպես այդպիսին չունեմ ոչ հակառակորդ, ոչ մրցակից, այսինքն ես չեմ մրցում որևիցե բանով ինչ-որ մեկի հետ։ Ես իմ համար ստեղծել եմ իմ աշխարհը, իմ բիզնեսը, իմ մասնագիտական տիրույթը, որում որ ես ամեն օր իմ հետ եմ մրցում, այսինքն եթե ես այսօր ունեմ X գիտելիքը, փորձում եմ դրա վրա ավելացնեմ, բայց գոլեգաների հետ հարաբերությունների մեջ չեմ կարող ընդունել այն, որ կարող ես այսօր շփվել շատ լավ, վաղը հետևից խոսել, ուստի ինձ համար մի քիչ անընդունելի է այդ սիտուացիան, երևույթը։ Կամ շփվում ենք, ես այսօր կարող եմ ինձ թույլ տալ ոլորտից երևի թե ցանկացածին զանգել, սուրճի հրավիրել, մասնագիտական, թեկուզ կոնֆերանսի հրավիրել, թեկուզ համագործակցություններ սկսել, որովհետև ես ունեմ այդ բաց ճակատը ոլորտում։ Երբեք ոչ մեկի չեմ վնասել, չեմ մրցել։ Եթե ոլորտից մարդ լինի, որ պետքա քո մասին անկեղծ կարծիք ասի, կվախենաս այդ կարծիքից։ Իհարկե ոչ, եթե դա մասնագիտական կարծիք է, բնականաբար ոչ, հակառակը շատ ավելի ուրախ կլինեմ, որ լսեմ մասնագիտական կարծիք, ինչու՞ չէ նաև անեմ իմ հետևությունները, որովհետև այսինքն քրիտիկա ընդունում ես։ Այո, միանշանակ ընդունում եմ։ Եթե դա վերաբերվում է մասնագիտականին, ես միշտ բաց եմ։ Ես շատ հաճախ կողքից էլ լսում եմ, ասում են, խորհուրդ տալիս են, այս ինչը այսպես որ աներ ավելի ճիշտ կլիներ, ես ընդունում եմ եւ փորձում եմ նաև շտկել, դրանցով ենք մենք զարգանում, կարծում եմ, առողջ քննադատությունը դա լավագույն առաջընթացի գաղտնիքն է։ Լավ, իսկ սենց մի թեմայի շուրջ խոսանք,
քո հաջողության ճանապարհին, քո կարիերայի ճանապարհին եղել են մարդիկ, որոնք հեռացրել, ոնց որ ոչ թե հեռացել են, այլ դու ես հեռացրել որոշ չափով քո կյանքից։ Այո, եղել են։ Իսկ ինչն է քեզ ստիպել, որ դու դիստանցիա սկսես պահել։ Երբ հասկացել եմ, երբ շատ մտերմանում ես, թեկուզ գոլեգա կլինի, աշխատակից կլինի, իրենց օգնում ես, որ առաջ գնան, ինչ որ մի հատ կետում արդեն հասկանում ես, որ ճանապարհները բաժանվում են դարից ու դուք այլևս նույն, ասենց ասեմ, վալնայից չեք, ուստի ձեր հետաքրքրությունները, նպատակները իրարից շատ տարբերվում են ու գալիս այդ ժամանակը, որ դուք պետք է ուղղակի բաժանվեք։ Ես ուղղակի ջնջում եմ այդ edge-ը իմ մոտից, որպեսզի երբեք չչարանամ ու չլցնեմ իմ ներաշխարհը այդ վիրավորանքով կամ այդ թույնով։ Լավ, իսկ արի մի քիչ մեր մասնագիտականից խոսանք, մեր ոլորտից, ինչա կատարվում ոլորտում, դեմ ես, կողմ ես այսքան նոր տեխնիկաների, որոնք որ չեն հասցնում յուրացվեն աշակերտների կողմից եւ էլի նորություն, բայց ես էլ դու էլ հասկանում ենք, որ ամեն ինչի նորությունը դա շատ վաղուց հնի կրկնությունն է, ուղղակի անվանական որոշ փոփոխություններ կրելով նրանք հանդես են գալիս որպես նոր տեխնիկաներ, ինչպես են նայում հին մաստերները այդ ամեն ինչին, որոնք անցել են այդ ամբողջ ճանապարհը եւ ոնց ենք մենք մատուցում դա աշակերտներին։ Ամեն օր ժամ առ ժամ զուտ մարքեթինգային որպես քայլ ես դիտարկելով տեսնում եմ, որ նոր տեխնիկաներ են գալիս։ Մենք բոլորս բնականաբար փորձարկում ենք, սովորում ենք, փորձում ենք հասկանալ որն է որակը, բայց կոնկրետ սպասարկող մասնագետներին այսքան շատ տեխնիկաները նաև վախեցնում են եւ որակ չեն տալիս։ Ամենակարևոր հարցը, որի մասին մենք հիմա պետքա խոսանք։ Որպես սպասարկող մասնագետ։ Այո։ Ինչ տեխնիկա է կիրառում։ Խոսքը ինչի մասին է։ Մատնահարդարումը բացառապես ապարատային, այսինքն ինձ համար չկա այդպիսի նրբամաշկ, որի հետ չկարողանամ աշխատել։ Փոխելով ֆրեզաների տեսակները, դիամետրերը, ձեռքի դիրքը եւ այլն կարողանում ես որակ տաս։ Ապարատայինը ինձ համար անփոխարինելի է, թերևս շատ տարիներ առաջ երևի այն եզակի մաստերներից եմ եղել, ով չի ունեցել ոչ կուսաչկով, ոչ մկրատներ։ Գելլակ ինձ համար ոչ բոլոր եղունգներն են, որ ունեն իդեալական գելլակի հնարավորություն։ Ամրեցումը հաշվի առնելով մեր հայկական շուկայի պահանջարկը, շատ սիրում եմ, եթե ժոստկի մատերիալների մասին է խոսքը, աշխատել պոլիգելով, որտեղ ինքը իմն է։ Աշխատում ես պոլիգելով, որովհետև ինքը քոնն է, որովհետև դու կոմֆորտ ես քեզ գում պոլիգելի մեջ։ Արագությունը։ Այո, արագությունը քո հենց պոլիգելի մեջ է, որովհետև դու արդեն տարիներ շարունակ աշխատել ես։ Մենք մեր սրահում էլ մենք աշխատում ենք եւ ապարատային եւ մկրատի տարբերակով, որովհետև ես էլ ոնց որ հակված եմ այն մտքի, որ կոմբինացված մատնահարդարումը աշխարհի ամենաունիվերսալն է եւ հարմար է բոլոր նրբամաշկի տեսակներին, մանավանդ այն նրբամաշկի, որոնք որ շատ վնասված են, երկար ժամանակ մատնահարդարում չի արվել եւ ապարատային մատնահարդարում կարող է օրինակ 10 մատից մեկը վնասվի, մկրատով հնարավոր է ավելի ոնց որ տրավմատիկ անել այդ ամեն ինչը, բայց շատ եմ սիրում ապարատային եւ եթե ամեն երկրորդ կուտիկուլան, եթե հնարավորություն ունեցա, միանշանակ ապարատային։ Բայց ինչը որ վերաբերվում է մեր այսօրվա պահանջարկի շուկայի, մենք այսօր աշխատում ենք գելով, պոլիգելով աշխատել եմ շատ երկար տարիներ, բայց հետո կամած իմ մաստերներին հանեցի դեպի գել, որ մի անգամից կառուցենք գելով եւ արմիրովնյա, հա, անենք, այսինքն ոչ թե տակից արխիտեկտուրա մեկ նյութ։ Այո, ոչ թե տակից կառուցել, խարտել, վրայից հարթեցում, այլ միանգամից գելով աշխատենք, որը ավելի արագացնում է մեր աշխատանքը։
Հիմա ուզում եմ տես մեր սրահում վերին ֆորմայա դասավանդվում, ես բոլոր տեխնիկաները գիտեմ, բայց սպասարկման մեջ ես չեմ կարող ասեմ, որ ես ամեն օր դա օգտագործում եմ։ Մաստերը պետք է դա իմանա իր համար, բայց հաճախորդ կա պրոստը չի ուզում։ Այո։ Եվ մենք պետք է հաշվի առնենք, այսօր ինչա ուզում հաճախորդը։ Երբեմն կան մաստերներ, որոնք որ դուրս են գալիս այդ իրանց ոնց որ հաճախորդի կոմֆորտ զոնայից, ստիպելով, որ դու մեզ պետք է անեմ այսպես, բայց մենք միշտ պետք է հասկանանք, որ հաճախորդը ամեն դեպքում եկել է քո մոտ իր ուզածը ստանալու համար։ Այո։ Մենք փորձ ունեցել ենք մի ընթացք աշխատել միայն վերին ֆորմաներով, ինչքան է ջելեքսներին ասում են դրանք ինչ որ արհեստական չեն, մենք պետք է հասկանանք, որ ջելեքսը դա պոլիմեր է, նույն պոլիմերը նաև գելն է, նույն պոլիմերը նաև պոլիգելն է, նույն պոլիմերը նաև բազան է, եւ այն ինչը որ մեր նյութերի մեջ կա, ամեն ինչ պոլիմերի վրա է հիմնված։ Այսօր հաճախորդների 90%-ը մեր հələ որ ցկտում են ջելեքսի։ Ու մենք չենք կարող, չէ՞, դա հանենք։ Իհարկե չենք կարող, որովհետեւ պահանջարկը ունենք։ Այսօր բոլոր սերվիսները միտված են բավարարելու հաճախորդների ցանկությունը։ Եթե դու չես կարողանում գտնել ակնկալիքը ինչի հետևից իրենք եկել են, բնականաբար արդարացված չի նորամուծությունները։ Ինչը վերաբերվում է վերին ֆորմաներին, վերին ֆորմաները բոլորս էլ են հին մաստերներով գիտենք, որ եկան փոխարինելու թղթյա ֆորմաներին, որոնց վրա մենք ինքներս էինք կառուցում եղունգի մարմինը։ Հիմա մենք պատրաստի արդեն իսկ գույնով, ֆրենչով գծված տեղադրում ենք ափսեի վրա։ Այսինքն եկան հեշտացնելու մասնագետների աշխատանքը, բայց ոչ բոլորի մոտ է դա իդեալական ստացվում։ Ոստի ինձ թվում է, որ բոլոր սպասարկող մասնագետները ունեն իրավունք ընտրելու տեխնիկաների մեջ, ոնց սպասարկեն, որ մաքսիմալ որակապահովեն։ Խոսքը մենակ վերին ֆորմաների մասին չի, կլինի կոմբինացված ապարատային մատնահարդարում, ոտնահարդարման տեսակները։ Ցանկացած մասնագետ պետք է սպասարկի այն տեխնիկայով, որի մեջ ինքն իրեն կոմֆորտ կարող է զգալ։ Այսօր այդ խնդրը իրականում համատարած է, որովհետև նոր սկսնակ աղջիկները չգիտեմ, որ տեխնիկայի մեջ առաջ գնան։ Սովորում են բոլորը միասին, բայց չեն կարողանում կիրառեն ոչ մեկ։ Այո, անիմաստ գումարի վատնում, անիմաստ ժամանակի վատնում, որը որ չի տալիս սպասված արդյունքը։ Հաշջան, այս հարցը ինձ թվում է շատ աղջիկների կհետաքրքրի, որոնք ուզում են տեղավորվել սրահներում աշխատանքի։ Ինձ մոտ ամեն օր նոր վերապատրաստումներ են լինում եւ ես գիտեմ, որ քո սրահում էլ կա ազատ հաստիկ, որտեղ դու փնտրում ես շատ լավ աղջիկ մատնահարդար կամ ոտնահարդար, հա։ Քո մոտ առանձին են այդ մաստերները։ Հիմնականում նույն մաստերն է։ Ինչ կրիտերիաներ պետք է ունենա, ինչ կրիտերիաների պետք է համապատասխանի, որ քո սրահում աշխատի։ Առաջինը մարդ, լավ մարդ, երկրորդը նոր մասնագետ։ Մասնագիտական թերությունները հնարավոր է շտկել ժամանակի ընթացքում, բայց մարդ տեսակը չէ։ Դայից է գալիս։ Դավաճանություն ունեցել ես։ Իհարկե, դավաճանություն, սուտ, ամեն ինչ այս սալոնային բիզնեսում ես տեսել եմ արդեն, անցել եմ դրա միջով, բայց կա կորիզ, կա ընտանիք, որը որ պահպանվում է սրահում։ Ես քո հետ համաձայն եմ ու ես ինքս փորձել եմ ամեն կերպ ստեղծեմ այդ ընտանիքը, բայց ինձ ամեն երկրորդը ասում էր մի անվանի քո սրահը ընտանիք։ Անցան տարիներ ես դա հասկացա, որովհետև ցանկացած աշխատակից, դες դու ջանք ես գործադրել, դու սովորեցրել ես, դու տվել ես հաճախորդներ, այն ամենակարևոր կորիզն է կարողա տված լինես, բայց ցանկացած աշխատակից մտածում է, որ ինքը կարա ցանկացած պահի հեռանա քեզանից, իրականում դա էլ այդ աշխատակցի իրավունքն է, նա քո գերին չի, նա ոչ մեկի գերին չի, նա կարող է աշխատել ինքն իր վրա։ Ինչպես հեռանալ, ինչպես բաժանվել, որ դա ճիշտ լինի, որ չվնասես այն մարդուն, ով որ քեզ այդքան քո թիկունքում ա եղել։ Ոնց գտնել այդ կետը, այդ հենակետը, որ ոչ մասնագետը նեղանա,
Ոչ էլ գործատուն, որ իրանց ճանապարհները ինչ որ մի կետում պետքա բաժանվեն։ Ցավոք ես էլ դեռ չունեմ այդ հարցի պատասխանը ոնց գտնել։ Լավ մաստերի հետևից միշտ գնում են։ Համաձայն Ու եմ։ ոչ դու, ոչ ես, ոչ մյուսը չի կարող դա փոխել, բայց գնալուց պետք է այնպես գնալ, որպեսզի դու ունենաս այդ դուրը հետ գալու։ Այո։ Եվ ինչու՞ չէ նաև, եթե ոչ մեկ պարտավոր չի ոչ մեկի մոտ հավերժ աշխատել։ Գնալուց պետք է այնպես գնաս, որ հետ գաս քիչ չի մի հատ էլ գնալուց քեզ օգնեն, որ դու քո հաջորդ կայանատեղիում կամ քո հաջորդ կանգառում կայանաս։ Գնալուց պետք է այնպես գնաս, որ դրսում տեսնես քո կոլեկտիվին կարողանաս բարևես։ Մանավանդ մեր փոքր Երևանում։ Այո։ Իհարկե կա նաև հակառակ պատկերը։ Բոլոր դեպքերում կան սրահներ, որտեղ նաև տնօրեններն են Համաձայն եմ։ խնդիրներ ստեղծում, աշխատակիցներն են ճնշված աշխատում, ինչ որ հարցերում համաձայնության չեն գալիս, միջանձնային կլինի, որակական կլինի, սպասարկման սերվիսի հետ կապված կլինի, դա էլ եմ ընդունում։ Բայց գնալուց ամեն դեպքում պետք է այդ մարդ ֆակտորը չճնշվի հանուն 2 կոպեկ ավել աշխատելու։ Օրինակ ամենատհաճ դեպքը, որ քո աշխատանքային այդ կարիերայում եղել է աշխատողի հետ կապված կարաս նշես։ Թե չես ուզում նշես։ Չէ, որ տենց հարց կտա։ Երբեք չեմ պատկերացրել, որ իհարկե հիմա շատ հումորով եմ հիշում այս ամեն ինչը, բայց եթե դու մեկին թողնում ես ներս, ընտանիք, սրահ, դա նշանակում է, որ դու իրան ընդունում ես որպես հարազատ։ Ես երբեք չեմ կարողանում ընդունեմ, որ կարող են գողանալ, ստել, մեջքից հարվածել։ Այս երեք կետերը ես ունեցել եմ, ես ապրել եմ, բայց դրա հետ միասին ես ավելի շատ սկսել եմ գնահատել այն կորիզը, որը որ ես ունեմ։ Ժամանակի ընթացքում դու էլ քո համար մշակում ես բանաձև, ինչպես շփվել սրահի ներսում մյուս աշխատակիցների հետ, որ հետո չապրես այն, ինչը որի միջով դու արդեն անցել ես։ Գուցե կողքից քեզ նայեն, մտածեն, «Էս ինչ սառն ես, էս ինչ գոռոզ ես, էս ինչ հպարտ ես, ոնց դու արդեն ասացիր», բայց դա իրականում տենց չի, դու ուղղակի քեզ ապահովագրում ես։ Երևի թե սա է խնդիրը։ Մեկ էլ հաս մի հատ ցենց դեպք եմ հիշում քո հետ կապված, որ դու ժամանակին աշխատում էիր տանը, չէ՞, ու երբ որ կամ դու տանն էիր դեռ աշխատում, կամ արդեն ունեիր քո սեփական սրահը, բայց չէիր թողնում, որ քո սրահ գային սպասարկվելու մատնահարդարներ եւ մոդելներ տանն էիր։ Հա, այսինքն տանը երբ որ աշխատում ես, չէր թողնում։ Առհասարակ, եթե ես գտնում եմ, որ մատնահարդարները երբ որ գալիս են մոդել, շատ խանգարում են վերապատրաստվող մասնագետին։ Եվ ինչու չէ, մի անգամ նաև ունեցել եմ միջադեպ, երբ վերապատրաստվող մասնագետը ասել է, որ ես էլ կարայի գայի նստեի որպես մոդել, այս ամեն ինչը տեսնեի, սովորեի, ելքի եմ գալիս վճարեմ։ Ես ինքս ինձ համար էլ հասկացա, որ անընդհատ ձեռքը վերև պահել, որ ինքն էլ տեսնի, անընդհատ խանգարել, անընդհատ ուղղել, չէ սենց մի արա, սենց արա, չէ, սա ճիշտը եղել է, որ ես անգամ նկատողություն եմ արել, որ գիտես, դու չես այդտեղ դասավանդողը, դու չես այդտեղ վերապատրաստվողը, դու ուղղակի մոդել ես, խնդրում եմ, մի խանգարի։ Ես ոչ թե ինչ-որ այլ պատճառով, այլ ուղղակի վերապատրաստվող մասնագետի կոմֆորտը ապահովելու համար ուղղակի սկսեցի փնտրել այնպիսի մոդելի տեսակ,
Իսկ ոնց դա մարդ ֆիլտրել։ տեսակ, Դա դժվար որը է։ որ չլինի մատնահարդար։ Ոնց դա որ ֆիլտրել։ չխանգարի։ Չէ որ կարա մի աղջիկ գա ուղակի նստի ասի մատնահարդար, չէ, բայց ինքը մատնահարդար լինի։ Լինում այդպես էլ է լինում, բայց եթե նորմալ ինքը Խելոք չխանգարում նստում է, չի խանգարում, օքեյ։ երբեք Օրինակ ինձ մոտ շատ են գալիս մատնահարդար աղջիկներ որպես մոդել։ մեզ Կարող մոտ է են լինի գալիս, մի բայց երկու դեպք, որ հա, փորձել են Այո։ ինչ որ ինքնահաստատման փուլ է իրենց մոտ եղել, ոչինչ, այն որ ասում եմ, ես այդքան առողջություն չունեմ, ասում եմ, ու աշակերտն էլ նեղվում է, բայց հետո մի ձև կոմպրոմիսի գալիս եմ, արդեն մոդելը եկել է, նստել է, ուզենք, չուզենք, պետքա սկսենք եւ ավարտենք։ Եվ այո, կարա նաև խաբելու ֆակտորը լինի, չասեմ։ Դրա համար ես չեմ ասում մի եկեք, ասում եմ եկեք։ Ու շատ եղել է այնպես, որ նաև այդ մոդելները նստել են մեր մոտ հետո վերապատրաստման։ Այո, որովհետև ես կարող եմ ուղղակի անվճար դաս նվիրել, եթե երկու վերապատրաստվող են, ինչ չի խանգարում երրորդը, երբ որ նստի այդ դասին, բայց ինձ ավելի շատ հարմար կլինի, երբ որ ուղղակի ինքը չխանգարի դասին որպես մոդել։ Թող գա գրի ինձ, որ ես ուզում եմ վերապատրաստվեմ, ցավոք չունեմ այդ հնարավորությունը կլինի, ուզում եմ մոդել գամ, դրան էլ դեմ չեմ լինի, բայց խաբել, խանգարել եւ այլն նման բաները մի քիչ ինձ թվում է ամեն դեպքում խանգարում են մեզ։ իսկ սպասարկման մեջ ինչը կարելի էր հիմա փոխել։ Հաճախորդ մասնագետ շփում այնքան դժվար է հիմա դարել։ Երևի նկատում ես, որ տարեց տարի շատ բարդ է դարձել սպասարկման ոլորտում աշխատելը, որովհետև հաճախորդները տարից տարի ավելին են քեզանից պահանջում։ Կան հաճախորդներ, որոնք սիրում են, որ լուրջ սպասարկես։ Կան հաճախորդներ, որոնք սիրում են, որ իրենց հետ շփվես, լսես իրենց, ինչու՞ չէ, նա պատասխան շփվես։ Երբեք այդ ոսկե միջինը գտնել չես կարող։ Ես հիմա որպես օրինակ մտքիս եկել է ասեմ, մի դեպք ենք ունեցել, երբ որ նստած է մի կին, որը չի ուզում շփվի, կողքը նստած է մյուս կինը, որը ուզում է շփվի, եւ եւս մի հաճախորդ նստած է, որը եկել է իր փոքր երեխայի հետ։ Ինչ անել այդ իրավիճակում, եթե երեխան օրինակ այդ կնոջը, որ չի ուզում շփվի, խանգարում է եւ նա գնում է տուն բողոք է գրում քեզ, եթե իմանայի, որ ձեր սրահում կա փոքր երեխա, չէի գա, ես գալիս եմ հանգստության համար։ Այսինքն ուր է հասել մարդկային այդ էգոիզմը, երբ որ արդեն երեխայի մուտքը պետքա գրենք արգելվում է։ Նման դեպքերում կարծում եմ քաղաքում շատ լավ սրահներ կան, որոնք ունեն VIP սենյակներ սպասարկման համար, այսինքն առանձնացված իրենց կոմֆորտով, իրենց հանգստությամբ։ Նման դեպքերում, երբ որ չես ուզում, որ կողքի հաճախորդի ձայնը քեզ խանգարի, աղմուկը կամ երեխան քեզ խանգարի, վերցնում ես VIP սպասարկումը, վճարում ես մի փոքր ստանդարտից ավել, առանցին նստում ես քո համար սպասարկվում գնում ես, եթե դու մտնում ես մի սրահ, որտեղ կա 6 մասնագետ աշխատող, բնականաբար աղմուկը չի կարա չլինի։ Տարիներ առաջ ավելի հեշտ էր ոլորտում, որովհետև մարդիկ էլ էին ուրիշ։ Ես սպասարկման առումով էր հեշտ, որովհետև այդքան չէին ֆիքսվում մանրուքների վրա, այդքան չէին ֆիքսվում, վայ, այստեղ կետիկա, այստեղ փոշիա, այստեղ օրինակ եղել է դեպք, երբ որ եւ հաճախորդը եւ մասնագետը առաջ շատ ավելի շնորհակալ էին։ Մասնագետը հաճախորդից, որ ընտրել է իրան, հաճախորդն էլ մասնագետից, որ այդքան լավ է սպասարկել իրան։ Բայց իրականում առաջ է գնում իմ սկսելու ժամանակ, կարար հաճախորդը գար, սենց մի հատ էլ ինքը կոֆե դներ, նստեր, խմեր, կսպասեր մյուս հաճախորդը կգնար, մի հատ էլ իրար հետ կշփվենք, խոսային, իսկ հիմա տենց չի։ Հիմա բոլորը նայում են իրանց ժամացույցին, ամեն րոպեն գրված է, ամեն վայրկյանը զբաղեցրած է։ Իրականում ոլորտում արդեն 11 տարի եմ գրեթե ու ունեմ հաճախորդներ, որոնք իմ այդ խարտոց բռնել սովորելու ժամանակներից մինչև այս կետը, որտեղ որ ես այսօր կամ ինձ հետ են։ Քո հետ են։ Ու այո, շատ հարցերով օգնում են, գալիս են, սուրճը պատրաստում են, ուտելիք են բերում, անկախ նրանից, որ մենք ձեզ շատ ենք սիրում այդպիսի հաճախորդ։ Հին հաճախորդները, որոնք որ քեզ հետ ունեն անցած ճանապարհ,
իրանք լրիվ ուրիշ են, լրիվ նոր աղջիկներն էլ են շատ լավը, շատ հատկապես օգնում են, որ դու ավելի լավանաս, քո մասնագիտական աստիճանում եւ այլն, բայց այդ մտերմությունը էլ առաջվանը չի։ Արդեն մարդիկ ունեն իրենց սահմանը, դու ինձ սպասարկող մասնագետն ես, ես քո հաճախորդն եմ ու վերջ, այստեղ կանգնում ենք։ Հաս ջան, ես նկատեցի, որ դու այն մասնագետներից ես, որոնք որ տենց չի խառնված չեմպիոնատների մեջ։ Չես ուզում կուպակը սենց վերցնես, գորաս ես Հայաստանում եմ, առաջինն եմ, միակն եմ։ Երբեք ես ախր ասացի, ես ինչ մրցակից ոչ մեկի չեմ համարում, ոչ թե նրա համար, որ ես շատ գոռոզ եմ կամ իմ նմանը չկա, չէ, տենց բան չկա։ Ես ինքս իմ հետ եմ մրցում։ Չեմպիոնատ գնալու ցանկություն երբեք չեմ ունեցել, ոչ էլ մասնակցելու։ Միգուցե ինչ որ մի օր շատ հետաքրքիր պրոյեկտ լինի ու ես շատ սիրով համաձայնվեմ մասնակցելու, որպես կլինի մասնակից, կլինի ժյուրի, ես չունեմ նման խնդիր, բայց ես ինչ չեմ տեսնում այդտեղ։ Իսկապես չեմ տեսնում ու չունեմ այդ, գիտեք որն է այդ ամենամեծ կուբկը, ամենամեծ անվանակարգը, երբ հաճախորդը դուրս է գալիս քո մոտից գոհ, երբ որ աշակերտը քո մոտից դուրս է գալիս գոհ։ Այ դա է ամենամեծ պարգևը որպես մասնագետ։ Կլինի սպասարկող, կլինի դասավանդող։ Իսկ մարդը, որ պրոստը անգամ տարական այբենարանը չգիտի մանիկյուրի, խարտոց բռնել, մատնահարդարում կատարել եւ այլն, մեկ էլ տեսնում ես ունի կուբկ։ Իրականում ես գիտես, ես շատ եմ սիրում չեմպիոնատներ, նաև պրիզոր եմ շատ չեմպիոնատներում ու գրեթե տարիներ առաջ, երբ որ ես մասնակցում էի, նորովի էր այդ ամեն ինչը ու ավելի գեղեցիկ էր նայվում, ավելի սենց ոնց ասեմ, ավելի պրեզենտաբիլնի, հա, սենց ասեմ, որովհետև երբ որ գրավեցինք առաջին տեղ CMC-ում, այդ իմ համար մի ուրիշ աշխարհ էր, ինչի որտեվ այդ edge-ը իմ համար նոր էր, բայց ես արդեն կայացած մասնագետ էի եւ երբ որ ես գնում էի այդ քայլի, ես գիտեի ինչի եմ գնում, մենք չէինք ճանաչում ժյուրիներին, որովհետեւ բոլորը այլազգի էին ու չգիտեին ով է մեզ դատելու, տարիներ շարունակ հետո չեմ ունեցել ոչ մի չեմպիոնատի մասնակցություն, որովհետեւ դա ինձ հետաքրքիր չի եղել, մինչեւ որ OMC-ից եկավ հրավերը։ OMC-ին շատ ինձ հետաքրքրեց ինչի համար, որովհետեւ ունի 80 տարվա պատմություն եւ որպես ամենահնագույն եւ ամենակայացած ստաբիլ չեմպիոնատ ես որոշեցի մասնակցեմ եւ գնամ Եվրոպա, որպեսզի ներկայացնեմ Հայաստանը։ Այս տարի ես մտածում եմ, ուրիշ չեմպիոնատների հետ կապված, ինչը ինձ դուր չի գալիս, որովհետեւ արդեն ծաղրանքի է ենթարկվել այս թեման, մարդիկ կոնկրետ ռիլսեր են սարքում, ասում են, որ թեմուից կուբկ կպատվիրեն, կպահեն իրանց ձեռքում ու կնկարվեն, կասեն, որ իրանք առաջի տեղ են։ Այսինքն լճացում է տեղի ունեցել չեմպիոնատի։ Ինձ մի քիչ դա ցավ է պատճառում, որովհետև այն մարդը, որ մեծ ֆինանս է ծախսել, մեծ ջանք է գործադրել, գիշերները չի քնել, պատրաստվել է այդ ամեն ինչին, այսօր ցանկացած մարդ կարա իրան իրականում կամ գնի այդ կուբկը վճարելով։ Այո։ Ֆիքսված գումար ասելով, որ ես պետք է առաջին տեղ զբաղացնեմ, կամ օրինակ այտենց թեմուից պատվիրի մի հատ կուբկ ու պահի իր ձեռքերում։ Կցանկանայի ուղղակի, որ ոլորտում այդ հարցի շուրջ մի քիչ ավելի ուշադիր լինեն եւ ավելի պահպանողական։ Դե գուցե գա ժամանակ, որ ունենամ նման ինչ-որ հրավեր, որ ինձ էլ կհետաքրքրի, ես դեմ չեմ։ Բայց այս ամեն տեղից նայում ես, այս չեմպիոնատն է, այս փոքրիկ Հայաստանի համար այս ամեն ինչը շատ է։ Այսքան դասավանդող, այսքան դրա համար երևի հոգնածնում է նաև ինչ որ չափ։ Մարդիկ չգիտեն, մասնագետը չի կողմնորոշվում, որ չեմպիոնատին գնա, ինչ անվանակարգում գնա, ում մոտ գնա, всё-таки 3-ի, 4-ի, 5-ի մոտ էլ վերապատրաստվել է։ Այս ամեն ինչը քաոս է ստեղծում ոլորտում, դրա համար պետք է ճիշտ կողմնորոշվել։ Ու երևի թե ինչ որ միջափ նաև
պետք է գծել գրաֆիկ ոլորտի համար, համակարգողներ լինեն, դնեն հերթականություն այդ սեմինարների, մարաթոնների, Դե քանի որ եկար չեմպիոնատների։ գրաֆիկին, դες բերեցի խոսակցությունը դեպի գրաֆիկ մի ամիտ լրիվ, ընդամենը մի քանի օր առաջ, երբ որ Ռայսա Ռուբենովնայի հետ մենք ոդկաստ էինք անում, Ռայսա Ռուբենովնան էլ էր այդ գրաֆիկի մասին խոսում, որպեսի մեկը մեկին չխանգարի, այսինքն եթե դու դրել ես սեմինար ինչ-որ մի երկրում, որի համար ծախսել ես բավականաչափ մեծ ֆինանս, հա, գումար ծախսես տեսել, որպեսի գնաս այնտեղ եւ կարողանաս կազմակերպես այդ ամեն ինչը, քո գոլեգան նույն ժամանակահատվածում, նույն փողոցի վրա այդ ամեն ինչը չկազմակերպի, որովհետև նույն երկրից եթե երկու ուժեղ մասյարներ են գնում, բնականաբար արդեն այն աղջիկը, որը ուզում է համ քո մոտ լինել, համ ինձ մոտ լինել, ինքը արդեն երկընտրանքի մեջ է ընկնում, կարող է ֆինանսապես ինքը ուղղակի չի տեղավորվում լինի համ քո մոտ, համ իմ մոտ, եւ արդեն կամ կտուժվես դու, կամ կտուժվեմ ես, այսինքն զուտ պատահականության սկզբունքով կտուժվենք, ոչ թե նրա համար, որ դու ավելի լավն ես ընտրեցին քեզ, այս զուտ պատահականության սկզբունքով այսօր քո աստղը քո վրա նայեց, քեզ ընտրեց կամ ին վրա նայեց, ինձ ընտրեց։ Այդ գրաֆիկի հետ կապված դու կողմ ես։ Իրականում այո, կողմ եմ, որ համակարգող ինչ որ լինի մարմին, նախ առաջինը կավելյանը հարգանքը ոլորտում մեկը մյուսի հանդեպ, այդ էս իրար չխանգարել, այս երևույթը արդեն իսկ շատ մեծ փոփոխությունների կբերի։ Իրար խանգարելու երևույթը առհասարակ տհաճ երևույթ է, դրա համար այո, պետք է երևի լինի նման մի բան, որ մեկը մեկի հանդեպ չլարվի, բոլորս իրար հարգենք, սիրենք, միտեղ գոնե տարվա մեջ լինեն երկու նմանատիպ ինչ որ մրցումներ, չգիտեմ, երկու մեծ միջոցառումներ, ինչ որ իրարից հեռու ժամանակահատվածներում, տարբեր քաղաքներում, որ նախ առաջինը մասնագետը հասցնի պատշաճ պատրաստվի, ոչ թե ուղակի գնալու համար, երկրորդ մի քիչ հոգնում ենք, այդքանին հետևելուց էլ ենք հոգնում։ Կարծում եմ Ռայսա Ռուբենովնայի գաղափարը լավն է, եթե կստացվի իրականություն դարձնել, միանշանակ որպես եւ սպասարկող եւ դասավանդող մասնագետ լիարժեք կողմ եմ։ Հաշ ջան, մեր հաղորդման գլխավոր հովանավորն է Շուշի Գելլակեր բրենդը, Շուշի բրենդը Էմմա Քերոփյանի գլխավորությամբ։ Այո, Էմման շատ բարևներ, շատ։ Այո, Էմման շատ լավ, բացի այն որ Մարթան նաև լավ ընկեր է, իրականում հեռավորության վրա գտնվելով, եթե ես մի հատ զանգեմ իրան, ինքը ամեն հարց կլուծի ինձ համար, թեկուզ որ իրանց համար ընդեղից դժվար է այդ հարցերը լուծել եւ Էման պատրաստել է քեզ համար sense գեղեցիկ փոքրիկ բոքսիկ Շուշի նոր ապրանքանիշի հետ կապված, այսինքն սա Շուշիի նոր լինեյկան է, գելեր, որոնք որ մաքսիմալ ջրիկ են, բայց չեն ծորում եղունգի վրա։ Իդեպ ես էս պլազմայից ուզում էի ու այն օրը մոռացել էի, խնդրեի, որ ինձ ուղարկեիր, անկեղծ։ Ահա, տեսար։ Վերի ֆորմաների հետ մոռացել էի ասեի, որ ինձ էս պլազմայից ուղարկեիր, բայց հիմա կարևորը նվեր ստացա։ Կարևորը նվեր ստացար։ Շնորհակալություն շատ, իրականում Էման Շուշին ոլորտում առաջին, հա, ճիշտ եմ հիշում, որ առաջին գելակերն էի։ Առաջին բիոքիմիկն է եղել եւ առաջին անգամ եթե հիշում ես մեր մեգա մարաթոնի ժամանակ, ոնց որ որպես բիոքիմիկ ներկայացավ Էման, բոլորի համար դա նոր էր։ Այնքան նոր էր, որ մենք էինք սենց արած լսում։ Դե կարծում եմ Էմային բոլորս ամեն անգամ տենց նստած հանգիստ լսում ենք, որովհետև ամեն անգամ տարբեր բացահայտումներ էինք ունենում նյութերի հետ կապված եւ առհասարակ ոլորտի հետ կապված։ Էմային շատ բարևներ, ոդկասթը քո շատ հավանեցի եւ ֆորմատը եւ անչափ շնորհակալ եմ, որ երկրորդ հյուրն եմ։ Ես շատ ուրախ եմ, որ դու եկար իմ ոդկասթին, որ չմերժեցիր։ Ես հույսով եմ, որ այն մարդկանց, ում ես կհրավիրեմ իմ ոդկասթին, չեմ ուզում ասեմ վախենա, որովհետև կարող աստեղ լինեն հարցեր, որոնք որ հաճելի չեն։ Բայց այդ հարցերը նրա համար չեն ուղղված, որ վնասեն։ Այդ հարցերը վերաբերվում են ընդհանուր մեր ոլորտին մեզ։
եւ շատ շնորհակալություն, որ դու առանց ավենոտ հարցերի, առանց ինչ որ երկմտանկի եկար ու նստար ու պատասխանեցիր մեր հարցերին։ Իրականում, երբ որ հրավերը ստացա, հատկապես հաղորդման անունը կարդալով դեմ առ դեմ, մտածում էի, այդ ինչ հարցեր են ինձ սպասվում, բայց չունեմ վախենալու, խուսափելու, իմ գոլեգաների առաջ նստելու պատճառ, չնստելու պատճառ, դրա համար սիրով ընդունեցի քո հրավերը, անգամ ասացի, որ ցանկացած հարցի սահմանափակում չունեմ, կարող ես ասել, խոսել, ինչ քեզ հետաքրքիր է, նենց որ շատ շնորհակալ եմ հրավերի համար, իսկապես այս 30 րոպեները երևի անկրկնելի էին, որովհետև նաև անց էին կացվում քեզ հետ ու եւս մեկ անգամ շնորհակալություն հրավերի համար։